բոլորին, ես Լիլիթն եմ, բարի գալուստ իմ YouTube-յան ալիք, շնորհակալ եմ, որ ինձ դիտում եք և իմ YouTube-յան ալիքում մենք միասին բացահայտելու ենք Ֆրանսիայի, երևի թե մասնավորապես Փարիզի տարբեր դեսերտներ, ասեմ, որ ես ինքս հրուշակագործ եմ արդեն 6 տարի դիպլոմավորված, քանի որ արդեն 13 տարի ապրում եմ Ֆրանսիայում և շատ եմ սիրում փորձել տարբեր տեսակի դեսերտներ, մասնավորապես ճանաչված վայրերից և ճանաչված հրուշակագործներից և այսօր ձեզ համար պատրաստել եմ մի շատ լավ համտեսում, փորձելու ենք Cédric Grolet։ Ինձ թվում է բոլորդ արդեն շատ լավ գիտեք Cédric Grolet-ին և շատերդ միգուցե արդեն փորձել եք կամ կցանկանայիք փորձել իր թխվածքներից, եթե լինեիք Ֆրանսիայում, Փարիզում, իհարկե Ֆրանսիա տարբեր տեղեր էլ կա, բայց մասնավորապես Փարիզում այցի ժամանակ, ու հիմա մենք միասին կփորձենք 3 տեսակի խմորեղեն, որ ես ընտրել եմ ու կփորձեմ ձեզ համար մեկնաբանել, որպեսզի դուք ինքներդ էլ հասկանաք գալով Փարիզ արդյոք արժի փորձել Cédric Grolet եւ ոչ, ինչպես նաեւ նշելու եմ ամեն խմորեղենի գինը, որպեսզի համել իմանաք ինչ կարգի բյուջե է պետք նախատեսել Cédric Grolet-ի համար եւ մի փոքրիկ նաեւ գաղտնիք եմ նշելու, ինչպես չկանգնել հերթ եւ 2 րոպեում վերցնել ձեր խմորեղենը եւ վայելել։ Ուրեմն գնացինք։ Հիմա ներկայացնում եմ բոլոր խմորեղենը, որ ես առել եմ, 1, 2 և 3, այո, ես այսօր ձեզ համար պատրաստել եմ 3 տեսակի խմորեղենի համտեսում, բայց մի հատ խնդրում եմ հատուկ ուշադրություն տուփերին, տեսեք ինչ գեղեցիկ են իրանք արված, ու իմիջիալոց շատ ամուր են և տեղափոխման համար բավականին հարմար, բայց մեկ նրբություն կա, դա կասեմ։ Ուրեմն սկսենք առաջինից, ես գիտեմ ես ինչ եմ վերցրել, բայց արդեն չեմ հիշում որ տուփի մեջ որն է, ուրեմն բացենք ու տեսնենք։ Ապա նայեք այս գեղեցկությունը, ասեք որ շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ է, չգիտեմ ունենց անուշ բուրում է, սա կիտրոնի ծաղիկն է, այսինքն լինելու է կիտրոնով տարտալետկայի նորագույն անտերպրետացիան, նայեք ինչ հարմար է, ուրեմն հանում եք ու ամեն նշեմ, որ տուփերը ադապտացված են ամեն տեսակի խմորեղենի համար, զգում եք չէ, հատուկ չափսերով պատրաստված են, շատ օրիգինալ են ու շատ հարմար, ուրեմն ես միանգամից չեմ սկսի ուտելը, կկիսեմ, որպեսզի ձեզ ցույց տամ նաև կտրվածքը և ինչպիսին է, արդեն խրխրթում է, դա արդեն շատ լավ նշան է, նայեք ինչ սիրուն է, ես արդեն անհամբեր եմ փորձելու, որ եթե բույրը զգայք, այնպես ուժեղ կիտրոնի հոտ է գալիս, չեք պատկերացնի, շատ լավն է։ Հիմա փորձում ենք։ Նայեք ինչ բարակ է խմորը, նայեք սենց փոկվեց, բարակ ու միևնույն ժամանակ շատ խրխրտիկ է, ինքը բավականին թարմա։ Հիմա պետք է փորձեմ ամբողջը միանգամից դնեմ բերանս, որ ամբողջ ամենը միանգամից զգամ։ Չգիտեմ նկատեցիք, որ մեջ կան կիտրոնի կտորներ, հիմա կտեսնենք սա միայն կեղևն է, թե միջուկն էլ կա։ Ուրեմն, ինչ է ներկայացնում իրանից խմորեղենը։ Այստեղ ունենք մենք շատ բարակ շերտ տարտալետկայի խմորի շերտն է, այստեղ նուշի կրեմ է կիտրոնով, ներսում քրեմու է կիտրոնով, կոչվում է քրեմու, կիտրոնի կարամելիզացված կիտրոնի կտորներով, բարակ շերտ այստեղ ունենք բիսկվիտ, որը նույնպես կիտրոնով է, և ևս քրեմը կամ գանաշ ավելի կոնկրետ կիտրոնի համով և փոքրիկ ժելե կիտրոնով։ Ուրեմն եթե կիտրոնով խմորեղեն շատ եք սիրում և նախընտրում եք, որ այն լինի բավականին թթու, ուրեմն մի քիչ կհիասթափվեք փորձելով խմորեղենը, որովհետև ինքը շատ թթված չէ։
ինքը շատ լավ կիտրոնի համ ունի, բայց միևնույն ժամանակ ինքը շատ թեթև է եւ ընդհանրապես հենց ագրեսիվ թթվածություն չունի։ Իսկ եթե դուք սիրում եք կիտրոնով թխվածք եւ չեք ուզում, որ ինքը շատ ագրեսիվ, շատ թթու լինի, ուրեմն սա իսկապես ձեզ համար է, ինքը շատ հաջողված խմորեղեն է ու իդեպ նշեմ շատ քաղցր չի։ Իհարկե որը որ սպասում եք կիտրոնով թխվածքից, որ պետք է շատ քաղցր չլինի, ամեն դեպքում շատ հաջողված է եւ շատ համով։ Հիմա անցնենք մյուսին։ Անցնում ենք երկրորդ կուպը բացելուն։ Դե քանի որ առաջին արդեն կիտրոն էր, երկրորդ արդեն գիտեմ ինչ է, այստեղ պեկանով Paris Brest է, այսինքն նրա ծաղիկը հոյ թեքվել է, փորձենք իրան ուղենք, որ ձեզ էլի ցույց տամ, նայեք, դե քանի որ ինքը դուրս է եկել, ես փորձեմ ձեռքով վերցնել եւ ձեզ ցույց տալ այս գեղեցկությունը։ Հասկացանք, չէ, արդեն նույն տարտալետկան է, նույն բազան է, ուղղակի արդեն պեկան տարբերակով ես իրան շատ եմ սպասում, որովհետև ես կլասիկ տարբերակը փորձել եմ, կլասիկ Paris Brest-ը, որը պնդուկով է, իմ նշեմ, որ Paris Brest-ը իմ ամենասիրած խմորեղենն է ֆրանսիական, ես իրան շատ եմ սիրում ու շատ հավանել եմ։ Հիմա տեսնենք պեկանը ինչպեսին կլինի ու հաշվի առնելով, որ ես պեկան ընկույզ շատ եմ սիրում, հուսով եմ նայեք ինչպեսի գեղեցկություն, կտրվածքը շատ լավն է ու նշեմ, որ տարտալետկայի բազան շատ ավելի խրխրթան է։ Հիմա անցնենք փորձելուն, շատ անհամբեր եմ, որովհետև շատ մեծ սպասումներ ունեմ այս խմորեղենից, հուսով եմ կարդարացվեն։ Նայեք ոնց է ծորում։ Պրալինեն պեկանի։ Եթե ուզեք հետո մանրամասն կբացատրեմ ավելի շատ, թե ինչ է նշանակում իրանից պրալինեն։ Փորձեմ վերցնել բոլոր բաղադրիչները, որ զգամ համը։ Շատ համով է, անմահական, իսկապես լուրջ եմ ասում ու պեկանի համը այնքան հարուստ է, ինքը 100% պեկան է, իր անունը հենց այդպես էլ կա, ինքը լրիվ 100% պեկան է, շատ համով է ու որը որ շատերի համար կարող է զարմանալի թվալ, որովհետև ինքը Paris Brest խմորեղենը, որ փորձել է գիտի, որ ինքը շատ խիտ, հարուստ, խմորեղեն է, բայց ինքը այնքան թեթև է ուտվում ու ոչ քիչ քաղցր, որ հանկիստ մի հոգին այս մի կտոր խմորեղենը կվերջացնի եւ չել զգա ու ինձ թվում է ես հենց այդպես էլ կանեմ, որովհետեւ ինքը իսկապես շատ համեղ է, բայց հարած գանաշը այնքան նուրբ է, համ լավ տեսք ունի, այսինքն իր ֆորման պահում է, բավական ամուր է, որ ֆորման պահի, բայց միևնույն ժամանակ ինքը բերանի մեջ ուղղակի հալչում է, մեջը երկու հատ փոքրիկ էկլերներ են, շուեր, հա, որովհետև իրականում էկլերը դա ֆորման է, շուերն են, այսինքն կլասիկ բոլոր Paris Brest-ի բաղադրիչները կան, Paris Brest-ը ինչ է իրանից ներկայացնում, ընդհանրապես շերտավոր խմոր, շուեր, այսինքն էկլերի խմոր, մեր հայերիս ունացած, կրեմ, պրալինե դա արդեն ավելացվում, այսինքն գլխավոր բաղադրիչները դրանք են, որը այստեղ կան եւ ներկայացված տարտալետկայի տեսքով, որը հիասքանչ է, հաստատում եմ 100%-ով։ Հիմա անցանք վերջինի բացմանը, չգիտեմ գուշակեցիք սա որն է թե չէ, այս մեկը ես չեմ փորձել ու անհամբեր սպասում եմ, որ փորձեմ, իսկապես անհամբեր եմ սպասում, գնաց հիմա բացենք տեսնենք ոնց է բացվում, նայեք ինձ սիրուն է, դեմ սխալ կողմից բացեցի, նայեք գեղեցկությունը, գուշակեցիք չէ, արդեն սա վանիլն է իր ամբողջությամբ, ասել մոռացա բառը ինչպես են հայերեն ասում, հիմա փորձենք տեսնենք ինչ ինքը շատ նուրբ տեսք ունի, ես արդեն հասկացա ու չգիտեմ իրան ես ոնց եմ կիսելու, երևի թե մեջից էլ հենց կուտենք, եկեք մեջից էլ հենց ուտենք, որտեղ դժվար ես իրան կարողանամ հանել կամ բռնել, վախենում եմ, որ չէ, փաստորեն բռնել լինում է, նայեք։ Գիտեք ոնց կուտենք սա, ես որոշեցի, ես իրան ուղղակի կկծեմ եւ չեմ կտրի։ Նայեք մեջը։
Կոպե շատ համով։ Տեսնում եք մեջը ջրիկ է, ուրեմն բիսկիտ է վանիլով հարուստ, քրեմո է վանիլային, որը բավականին ջրիկ է, փոքրիկ մուս է վանիլային եւ նայեք ձեռքից մեջ արդեն կոտրվում է։ Եվ պատած է շոկոլադի շերտով, որ պահի իր ֆորման շատ համով է։ Բայց նախորդ ասեմ շատ քաղցր է։ Վանիլա սերներից հաստատ դուր կգամ։ Եկեք տեղափոխենք ափսեի մեջ ամեն դեպքում։ Նայեք իմ ափերի վիճակը։ Նա վերցնեմ իմ դանակը եւ փորձել հնարավորինս մաքուր տարբերակով կիսել չի ստացվելու։ Նայեք ինքը ինչ նուրբ է։ Այսինքն իրան պետք է առնել եւ ամիջապես ուտել։ Հաստատ հեռու չեք գնա այս խմորեղենով։ Ու իրան ուղղակի կկորցնեք։ Ոայ, ուտելու շատ անհարմար է։ Բայց շատ համով է։ Ու հարուստ վանիլով, որը որ սպասվում էր։ Ուրեմն որպես եզրափակում, ասեմ իմ ամենասիրած խմորեղենը որն էր այս երեքից, որը որ ես էլի կգնայի եւ կգնեի միանշանակ Պեկանի Պաղի Բրեստը, միանշանակ, որովհետեւ իմ համար իր համերը այնպիսի հավասարակշռված էին, այսինքն ինքը եւ գուրման էր եւ շատ քաղցր չէր, այսինքն քաղցրեր այնքան ինչքան պետք է, ոչ ավել, որպեսզի այսինքն հնարավոր չլինի վերջացնել խմորեղենը ամբողջությամբ։ Իսկ վանիլը, որից շատ մեծ սպասումներ ունել, ճիշտ ասած մի քիչ հիասթափվեցի, որովհետև ճիշտ է ինքը շատ համեղ էր, բայց ըստ իս վրայի շոկոլադի շերտը բոլորս համաձայն ենք, չէ՞, սա շոկոլադի շերտ է, որը իրան պահում է, ինքը շատ ավելի ներկա էր խմորեղենի համի մեջ, այսինքն ավելի շատ զգում էի ես այդ ցած շոկոլադի համը, քան վանիլի համը, չնայած որ մեջը շատ վանիլ կա։ Ու նաև ինչի ես այդքան չհավանեցի, ավելի ճիշտ ավելի քիչ հավանեցի, քան մյուսները, որովհետև ինքը այնքան նուրբ խմորեղեն է, որ իրան ուղղակի հնարավոր չէ մի քիչ մանիպուլյացիայի ենթարկել, վերցնել, դնել, կտրել, որը որ նաև շատ անհարմար է, նաև ես այդ տեսանկյունից եմ քննարկում խմորեղենը, որտեղ երբ որ գալիս ենք մենք տուրիստ, որևիցե երկիր առնում ենք խմորեղեն, գնում ենք, բնականաբար կարող է այդ րոպեին չուտենք, կամ եթե ուտելու ենք, ապա դրսում ենք ուտելու, չենք գնալու տուն եւ նստենք եւ ուտենք հանգիստ պայմաններում կամ ամիջապես հնարավորություն չի լինելու իրան ինչ-որ սառը տեղ դնել։ Ամեն դեպքում պետք է որ խմորեղենը մի քիչ կյանք ունենա միջև իր համտեսումը։ Ըստ իս սա այն խմորեղենների շարքին չի դասվում, որը այդ կյանքը ունի, այսինքն փոքրիկ խորհուրդ ինձանից ձեզ բոլորիդ անպայման երբ որ գնեք Cedric Rollet-ի խմորեղեն, համտեսեք անմիջապես, երբևիցե չնախատեսեք վերցնել խմորեղենը, մի քիչ ման գալ, հետո ուտել, նույնիսկ եթե մտածում եք դուրս այդքան էլ տաք չի, կդիմանա, ոչ, որովհետև իրանք շատ նուրբ են ու ինքներդ տեսակ, երբ որ կրեմը մեջի այսպիսի ջրիկ է, ինքը այո հաճելի է ուտել, որովհետև նրբություն է տալիս, բայց միևնույն ժամանակ ավելի խոցուն է դարձնում խմորեղենը, այնպես որ դա ի նկատի ունեցեք։ Իսկ ընդհանրապես արդյոք արժե գնել Cedric Rollet-ից խմորեղեն, թե ոչ, կասեմ այսպես, միանշանակ իհարկե արժի, որովհետև նույնիսկ եթե ես հիմա ասեցի ինչ-որ մեկը մի քիչ շատ հավանեցի, ինչ-որ մեկը մի քիչ դա ուղղակի, որովհետև ես ինքս հրուշակագործ եմ, ես մի քիչ ուրիշ տեսանկյունից եմ փորձում եւ որովհետև արդեն շատ տարբեր բաներ եմ փորձել դրա համար, բայց միանշանակ արժի, որովհետև ցանկացած խմորեղենի մեջ երևում է, որ օգտագործված է որակյալ ապրանք, որակյալ պրոդուկտ, խմորեղենը հավաքված է շատ պրոֆեսիոնալ ձևով, ահռելի աշխատանք է տարված ամեն տեսակի վրա, որն էլ ըստ իս արդարացնում է գինը, չնայած որ գինը մնում է բավականին թանկ։ Ուրեմն, ցանկացած խմորեղենի համար իմ ամենակարևոր պահը ասելու եմ, թե ինչքան եմ վճարել։ Ցանկացած խմորեղենի համար վճարել եմ 18 եվրո, այսինքն վերցրել եմ 3 կտոր խմորեղեն, ու իրանք բավականին փոքրիկ են, հավաստիացնում եմ, հետևաբար 3-ին տվել եմ 54 եվրո։ Թանկ է թե էժան, որոշեք ինքներդ։ Ըստ իս, որպես խմորեղենի 1 կտորի թանկ է, բայց որպես Cedric Rollet-ի նորմալ,
այնպես որ դուք ինքներդ որոշեք գնել թե չգնել, բայց հաշվի առեք, որ գնելու դեպքում անմիջապես պետք է համտեսեք, եթե չեք ուզում ձեր գումարը ուղղակի կորցնել։ Իսկ հիմա ձեզ հետ կիսվեմ այն փոքրիկ նրբության, որն ասեցի վիդեոյի սկզբում, որ անպայման կիսվելու եմ ձեզ հետ, որպեսզի չկանգնեք երկար հերթ եւ շատ արագ վերցնեք ձեր խմորեղենը։ Ուրեմն, չանեք բոլոր տուրիստների սխալները, այլ որոշեք որն եք ուզում վերցնել ձեր խմորեղենը, չնայած դուք գիտեք ձեր ամսաթվերը երբ եք գալու նախօրոք, մտնում եք Zedric Volley ինտերնետային կայքը, ընտրում եք ձեր ուզած խմորեղենը, պատվիրում եք, ընտրում եք օրը եւ ժամը, ինք տալիս է ժամային որևիցե ինտերվալ, սովորաբար 3 ժամվա ինտերվալ է տալիս, ընտրում եք ձեզ համապատասխան ինտերվալը եւ այդ ընթացքում գալիս եք եւ 5 րոպեում մաքսիմում վերցնում եք ձեր խմորեղենը եւ գնում։ Այո, եւ նշեմ եւս մեկ նրբություն, ես այսօր օգտագործեցի իմ գտալը եւ իմ տարակը, բայց չմտածեք, իրենք տրամադրում են համապատասխան գտալ դանակ, եթե ձեզ պետք է տեղում սպառելու համար։ Այնպես որ համեցեք, փորձեք ու ինքներդ համոզվեք արժի, թե ոչ։ Իսկ ես շարունակեմ ըմպել իմ սուրճը եւ վերջացնել խմորեղենը։ Մի հապաղեք լայքել վիդեոն, նաեւ գրանցվել, կիսվել ձեր ընկերների հետ, որովհետեւ հաստատ շատ հետաքրքիր վիդեոներ դեռ առջևում են։ Կիսվեք, որպեսզի մյուսներն էլ տեսնեն, գալու դեպքում արդեն կիմանաք արժի եւ թե չարժի, որևիցե բան փորձել թե չփորձել։ Եվ ներքևում կլինեն նաև իմ ինստագրամյան երկու հասցեները, մի հապաղեք գնալ, նայել եւ գրանցվել, որտեղից կտեսնեք մի քայլ առաջ, թե ինչ վիդեոներ են սպասվում առջևում։ Սիրում եմ ձեզ, Լիլիթ Ֆրաս։